Բարեբախտաբար երկարատև այսպես գործընթացներից հետո համապատասխան շինարարական թույլտվությունները արդեն տրված են Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման հետ կապված Հատիս լեռան գագաթին, այնտեղ ինչպես գիտեք միջնադարյան ամրոցի հետ կապված պեղումների գործընթաց էր իրականացվում տևական ժամանակահատված, պեղումները ավարտվել են, տևական ժամանակի արդեն ավարտվել են եւ այդ պեղումները եւս իրականացվել են Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ, որտեղ բնականաբար մեզ համար եւս կարեւոր էր, որ որևէ այսպես պատմական նշանակություն ունեցող այսպես միջավայր չվնասվի այս ամբողջ գործընթացում եւ արդեն իսկ վերջնական գործընթացը խոսքը փաստաթղթային այսպես գործընթացի մասին է, որը ավարտին է մոտենում շուրջ 99%-ով արդեն իսկ ավարտված է, ավարտին հենց որ հասցվի գործընթացը շինարարական աշխատանքները մեծ թափով մեկնարկելու են, տեղադրման աշխատանքները իրականացվելու են, արձանը ամբողջությամբ իր 33 մետր ծավալով 3 մասից ինքը արդեն ամբողջությամբ պատրաստ է, այսինքն պետք է իրականացվեն պատվանդանի շինարարության աշխատանքները, ընդհանուր արձանը ունենալու է 101 մետր բարձրություն, նախապես նախատեսված 77.7 մետր այսպես մետրի փոխարեն 101 մետր է այլևս ամբողջ բարձրությունը լինելու, հուշարձանի եւ լինելու է ֆանտաստիկ գեղեցիկ, որովհետև են թեկուզ 3 դեմոդելավորումները, որ այս պահին իրականացված են ինքը ամբողջ տեղանքի համապատկերի մեջ, իրապես շատ ազդեցիկ է եւ շատ գեղեցիկ